Միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը Գյումրիում արդեն իր հասցեն ունի։ Տարածք, որտեղ պատրաստ են լսել գյումրեցիների գաղափարները, մտքերն ու մտահոգությունները եւ առաջարկները։ Ուժը միասնության մեջ են տեսնում քաղաքական նախաձեռնության անդամները, իսկ միասնությունը ոչ այլ ինչ է, քան լսել միմյանց կարծիքները, հոգսերը, խնդիրները եւ միասին էլ դրանց լուծման տարբերակներ առաջարկել։ Այս նպատակի շուրջ են համախմբվել միասնության թևեր քաղաքական նախաձեռնության գաղափարակիցները։ Ուժը միասնության մեջ է, իսկ եթե մենք միասին ենք, եթե մենք ուզում ենք այդ երազանքի երկիրը ունենալ, եթե մենք ուժեղ լինենք միասին, ձեռք մեկնենք մեկ-մեկու, ոչ մեկ եւ ոչինչ մեզ չի կարող կանգնեցնել։ Մենք որպես երիտասարդական շարժում շատ լուրջ եւ կարեւոր որոշման ենք եզրահանգել, որ այս պահին ներկա փուլում միասնության թևեր քաղաքական նախաձեռնությունը այն մարդկանց է ներգրավել, ովքեր կոմպետենտ են, կարող են եւ ունակ են իրոք մեր երկիրը հասցնել անվտանգության եւ կայուն զարգացման։ Եվ մենք միացել ենք։ Իսկ ինչպես ապահովել անվտանգություն, սա ամրագրված է քաղաքական նախաձեռնության ծրագրում։ Անվտանգության առաջնային երաշխավորը իհարկե բանակն է, ժամանակակից բանակը համապատասխան սպառազինությամբ։ Մենք պետք է կառուցենք թվային պաշտպանություն, մեր մարդկային ռեսուրսի հնարավոր մարդկային միջամտության ամենահնարավոր նվազեցումով, բայց ունենանք ամենաուժեղ, մոբիլ, ժամանակակից պայմաններին համապատասխանող բանակ եւ զինվորականներ։ Մենք ունենք շատ հերոս տղերք, բայց մենք պետք է ունենանք ինքներս մեզ պաշտպանելու կարողություն եւ դա անելու ենք։ Բանակն առաջնային, բայց անվտանգության միակ երաշխավորը չպետք է լինի, սա նշում է քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանը ու մանրամասնում, որ անվտանգ են այն երկրները, որոնց քաղաքացիները կրթված ու պատրաստված են։ Անվտանգությունը մենակ մյուս կողմից բանակը չի, մեր սահմանները չեն, անվտանգությունը նաեւ կրթված քաղաքացին է, կրթված մարդն է, որ մենք ունենանք կրթված գիտակից պատրաստված քաղաքացիներ։ Տեսեք այսօր ինչ է կատարվում։ Եկեք մի հատ գնանք մեր հանրակրթական դպրոցներից։ Այսօր հանրակրթական դպրոցները, այսինքն ընդհանուր պետական դպրոցները, այսպես ասած, որակը գնալով ընկնում է եւ աճում է մասնավոր դպրոցներին։ Այսինքն ստացվել է Ժողովուրդ ջան, հենց ով որ գումար ունի, ապագայում այդ ավելի է խորանալու է, ով որ գումար ունի, փող ունի, կարողանում է գնում է մասնավոր դպրոց։ Ինչ որ շրջապատներում էլ ասում ենք մասնավոր դպրոց, ցույց տալով որ դա արտոնություն է։ Այսինքն ստացվում է մեր հասարակությունում արտոնություն է գնալ մասնավոր դպրոց։ Սա պետք է մենք վերացնենք, պետք է հանրակրթական դպրոցում կրթության որակը համապատասխանի մասնավոր դպրոցում կրթության որակին։ Իսկ սա ըստ Արման Թաթոյանի նշանակում է, որ կրթական համակարգը բարեփոխումների կարիք ունի։ Հանրակրթական դպրոցներում կրթության որակի բարձրացում է անհրաժեշտ, ինչը սահուն կերպով աշակերտին կտանի դեպի բարձրագույն ուսումնական հաստատություններ, իսկ բուհերում կրթությունը ըստ միասնության թևեր նախաձեռնության առաջնորդի պետք է դառնա անվճար։ Մենակ անցյալ տարի պարգևավճարների թիվը պաշտոնյաների եղել է նույնը, ինչ բուհերի վրա ծախսվող գումարը։ Դուք պատկերացնում եք ինչ է։ Հələ դուք տեսեք, պարգևավճարը, որ այսօր պաշտոնյաները ստանում են, նույն թիվն է, ինչ որ բուհերի վրա ծախսվողը։ Այսինքն, եթե դու այդ պարգևավճարները համակարգը փոխում ես, հանում ես, արդար համակարգ ես մտցնում, հələ տեսեք կրկնակի ուղղվում է մեր մի անգամից բուհական համակարգը համալսարանական զարգ է տրվում։ Գյումրիում ենթակառուցվածքների զարգացումը կարող է բերել տնտեսական ակտիվության։ Արման Թաթոյանը մասնավորապես նշում է Շիրակ օդանավակայանը արդիականացնելու անհրաժեշտությունը, ինչն իր ետևից բերելու է ենթակառուցվածքների զարգացում։ Շիրակ օդանավակայանը ինչու մնացել է ստվերում այսօր։ Ժողովուրդ ջան, Շիրակ օդանավակայանը պետք է դառնա Զվարթնոցին մրցակցող օդանավակայան։ Ինչի է, որ օրինակ աշխարհում, ասենք տեսեք, գնում ենք Փարիզ, ամենաառաջի օդանավակայանը, բայց երկրորդներ են գնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեծ հաշվով կապ չունի ինչ օդանավակայան ենք, չէ՞ գնում։ Բոլոր օդանավակայաններն էլ մեզ համապատասխան ընդունում ենք։ Բայց Շիրակը ինչի է այդպես, որովհետև Շիրակ օդանավակայանը պետքա դառնա Զվարթնոց օդանավակայանի համար մեկ մրցակիցներից մեկը, որ հասկանան, որ դա մրցակցություն ալինելու ինքը զարգանալու է։ Սա գիտեք ինչի է կարևոր։ Պատկերացեք օդանավակայանի կողքը արդեն սկսելու է զարգանալ նաև ենթակառուցվածքները։ Միասնության թևեր նախաձեռնության ծրագրերում է նաև Շիրակի մարզում հարկերից ազատման գոտի ստեղծելու գաղափարը։ Շիրակն ու Գեղարքունիքը հանրապետությունում առաջատարն են աղքատության ու արտագնա աշխատանքի մեկնողների թվով, իսկ հարկային արտոնությունները ըստ նախաձեռնության առաջնորդի կարող են մեղմել այս խնդիրները։ Այս ամենը իրականություն դարձնելու համար ընտրողներին հորդորում են մասնակցել ընտրություններին։ Մեզ փորձում են համոզել,
որ մեզանից ոչինչ կախված չի։ Մենք փորձում ենք ասել, որ ոչինչ չեն կարող փոխել, բայց դա այդպես չէ։ Մեր պատմությունը ցույց է տվել, որ մենք կարող ենք եւ մենք պետք է անենք, փոխենք եւ պայքարենք այն երկրի համար, ինչին իրականում արժանի ենք մենք։ Մենք արժանի չենք փողին եւ փորին տրված հասարակություն եւ ժողովուրդ լինելուն։ Մենք պիտի իրարով միասնական լինենք։ Մենք պետքա բաժանարար գծեր չունենանք ընդհանրապես։ Հələ տեսեք, մենք իրար հետ ենք ապրում բոլոր տեղերում, մեր խնդիրները միասնական են, բայց նաև, այսինքն միասնական պետքա լուծենք։ Բայց Ժողովուրդ ջան, ես նորից եմ ուզում կրկնեմ, սա շատ կարևոր բան է։ Հայաստանում չկա հարց, որ մենք մեր ուժերով չկարողանանք լուծել։ Լուծումները կան, Ժողովուրդ ջան, մասնագետները կան։ Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության անդամները նշում են կարևոր է ընտրողների հետ ազնիվ լինել, չթաքցնել ոչ մի խնդիր եւ միասին փնտրել լուծման ուղիներ։ Նախաձեռնության գրասենյակը բաց է բոլոր նրանց համար, ովքեր ուզում են բարձրաձայնել խնդիրները, ներկայացնել իրենց գաղափարները եւ մասնակից դառնալ երկրի կառավարմանը։ Լուսինե Հայրապետյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։